Առավոտյան Իսրայելն ու Իրանը հրթիռակոծել են միմյանց, Իրանը 20 հրթիռ է արձակել, Թել Ավիվում օդային տագնապյաց դանշաններ են հնչել կապված Իրանի կողմից հրթիռային հերթական հարձակման հետ, երկնքում ակտիվորեն աշխատել են հոբ միջոցները։ Իսրայելի բանակը նախապես արձանագրել է Իրանից հրթիռների արձակումը եւ ամբողջ երկրի բնակչությանը հեռախոսներին ուղարկված հաղորդագրություններով զգուշացրել մնալ ապաստարաններում մինչեւ հաջորդ ծանոթումը։ Օդային տագնապյաց դանշաններն ակտիվացել են երկրի տարածքի մեծ մասում, Թել Ավիվի տարածքում հնչել է շուրջ 20 պայթյուն։ Հաղորդվում է, որ իրանական հրթիռներից մեկն ընկել է իսրայելական Բերշևա քաղաքի հարավում գտնվող Սորոկա հիվանդանոցի վրա։ Հրթիռային հարվածը զգալի վնաս է հասցրել։ Իրանը Իսրայելի դեմ ռազմական գործողություններում առաջին անգամ օգտագործել է Սեջիլ նոր տեսակի հրթիռներ։ Իսրայելի օդուժն էլ հարվածել է Իրանի ներքին անվտանգության ծառայության Թեհրանում գտնվող կենտրոնակայանին։ Տորնադոն Թեհրանում շարունակվում է X-ի իր օգտահաշվում, գրել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը դեռ կարող են համաձայնագիր կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Միաժամանակ Թրամփը կրկնել է իր տեսակետը, թե Իրանի կառավարության ներկայացուցիչները պատրաստ են բանակցությունների համար ժամանել ԱՄՆ, այդ թվում Սպիտակ տուն։ Բացի այդ, նա վստահեցրել է, որ կցանկանար տեսնել Իրանի դեմ ռազմական գործողությունների շուտապույտ ավարտ։ Դրանց հնարավորինս շուտ ավարտվելը կարող է լինել իրադարձությունների դրական զարգացում, նշել է նա։ Միաժամանակ Թրամփը կրկին պնդում է, որ Իրանի անվերապահ կապիտուլացիայի պահանջը նշանակում է, որ Թեհրանը պետք է հանձնվի եւ դադարեցնի դիմադրությունը։ Նրա խոսքով, այլ ելք չունենալու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Իրանի միջուկային եւ ռազմական ենթակառուցվածքներին։ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հերքել է տեղեկատվությունը, թե իրանական կողմի բանակցային պատվիրակությունը ժամանել է Օման ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով։ Արաղչին նշել է, որ նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի վաղ հրապարակվել էր հաղորդում, ըստ որի Իրանի պատվիրակությունը Մուսկատում էր ԱՄՆ-ի հետ անուղղակի շփումներ հաստատելու եւ լարվածության թուլացման շուրջ բանակցելու նպատակով։ Reuters-ն էլ գրել էր, թե Թեհրանը միջնորդություն է խնդրել Քաթարից, Սաուդյան Արաբիայից եւ Օմանից Վաշինգտոնի հետ շփումների կազմակերպման համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ներկայումս չունի այնպիսի ապացույցներ, որոնք կվկայեն, որ Իրանը իրականացնում է միջուկային զենքի ստեղծման ծրագիր։ Bloomberg TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Որպեսզի հայտարարենք, թե միջուկային զենքի ստեղծման ակտիվ ծրագիր է իրականացվում, մեզ անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ, իսկ նման ապացույցներ մենք չենք տեսել, բայց դա չի նշանակում, որ իրավիճակը մտահոգիչ չէ, նշել է Գրոսին։ Նրա խոսքով հենց այդ պատճառով էլ միջազգային հանրությունն անհանգստություն է հայտնում Իրանի գործողությունների վերաբերյալ։ Գրոսին ընդգծել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույց է ներկայացրել կառույցի կառավարիչների խորհրդին ներկայացնելով դիտարկվող ռիսկերը։ Անդրադառնալով Իրանի իշխանությունների հետ երկխոսություններին, Գրոսին նշել է, որ Իրանի ներկայացուցիչները իրենց հետ զրույցներում հաճախ շեշտում են, որ միջուկային զենքի ստեղծումը հակասում է իսլամի սկզբունքներին։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Իրեն սուլթան համարող Էրդողանը կրկին իր ագրեսիվ եւ ռազմատենչ տոնով շարունակում է իր սադրիչ հարձակումներն Իսրայելի եւ վարչապետի վրա։ Լինելով իր քաղաքացիների ազատություններն ու իրավունքները ճնշելու եւ ընդդիմությանը վախեցնելու տխուր համբավ ունեցող առաջնորդ, նա դեռ համարձակվում է բարոյականության դասեր տալ։ Մի մարդ, որ չի թաքցնում իր կայսերական նկրտումները, որը բռնազավթել է Սիրիայի հյուսիսը եւ միջազգային իրավունքի խախտմամբ շարունակում է պահել Հյուսիսային Կիպրոսը, փորձում է խոսել օրենքի եւ բարոյականության մասին։ Մի փոքր ինքնակնդատությունը չէր խանգարի, ասել է նախարարը։